Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի սաների նկարներն ու ձեռքի աշխատանքները։ Ես նկարել եմ արև, երկինք և եկեղեցի։ Պատկերել եմ խաղաղություն, ցանկանում եմ խաղաղություն, որ բոլոր զինվորները վերադառնան տուն։ Դպրոցը պետք է նշեմ, որ բավականին առաջխաղացում ունի, երեխաները, շնորհալի երեխաներ, ինձ թվում է շատ կան, իրենց տարիքի համապատասխան արդեն բավականին լուրջ ստեղծագործություններ ունեն և կան երեխաներ, որ արվեստի բնագավառում կարող են լուրջ հաջողություններ ունենալ։ Իդե Հովսեփյանը դպրոցի սաներից է, 2 տարի է ինչ զբաղվում է նկարչությամբ, ասում է, որ արվեստն օգնում է նախ եւ առաջ ինքնահաստատվելուն։ Նկարչությունը դա արվեստ է, որը չի կարելի փոխարինել ոչ մի բանով։ Ինձ համար շատ հոգեհարազատ է նկարելը, շատ եմ սիրում ու ազատ ժամանակ միշտ նկարում եմ։ Ես որ ավարտեմ, էլի կգամ անպայման, որովհետև այս միջավայրը ինձ համար շատ հաճելի է, ես շատ եմ սիրում։ Զոյան արդեն 3 տարի է գեղարվեստի դպրոց է հաճախում, վստահեցնում է, որ շարունակելու է նկարել նաև ավարտելուց հետո։ Ասում եմ, որ բոլորը նկարչական կան և նկարեմ, որովհետև նկարելը շատ լավ բան է։ Այս տարի դպրոցն ունի 9 շրջանավարտ, նրանք ցուցահանդեսի ընթացքում ստացան իրենց ավարտական վկայականները, իսկ սաներից 2-ը, ովքեր անցյալ տարի մասնակցել են Մեքսիկանի մաչքերով ցուցահանդեսին, պատվոգրեր ստացան։ Ներկայացված աշխատանքներից լավագույնները դպրոցը պատրաստվում է ներկայացնել նաև աշնանը կազմակերպվելիք ցուցահանդեսին։ Համահայկական ցուցահանդես է լինելու Երևանում, մասնակցելու են աշխարհի բոլոր երկրների հայ երեխաները, հիմնականում են 30 նկար ենք ուղարկում, նրանք ընտրելու են 4-5 նկար, ու հույս ունենք, որ այնտեղ մենք մրցանակներ կշահենք։ Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցում նախատեսում են նոր ուսումնական տարվանից ընդունելություն կատարել քննություններով։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։